Մայիսի 13-ին Բաքվում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախին պետնախարար եւ մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։ Գիտենք, թե ինչ ծանր վիճակում են գտնվում Բաքվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները եւ մնացած գերիները։ Այժմ մոտենանք քաղաքացիներին եւ հասկանանք, արդյոք մեր իշխանությունը անում է անհրաժեշտը, որպեսզի մեր գերիները րոպե առաջ հետ վերադառնան։ Ոչ, ինձ թվում է ոչինչ չեն անում։ Ցավոք սրտի չեն տրվել։ Իսկ որպես քաղաքացի ինչ մտահոգություններ ունեք։ Մտահոգված եմ, որ իսկապես ոչինչ չի արվում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Իսկ դուք ինչ կասեք։ Մոռացության են տվել ռազմագերիներին։ Երկրում էլ մի տեսակ բաց թողածության վիճակ է, չգիտեմ։ Լավ բաներ չենք սպասում։ Ոչինչ չեն անում, աղջիկ։ Ոչինչ բաներ չեն անում այդ իշխանությունների, պաշտիկ չորտ ու вообще։ Ճիշտ է, մտահոգություն կա, միշտ մտածում եմ, բայց ես այդ հարցի շուրջ չգիտեմ, ոնց պետք է եղնի։ Մեր իշխանությունները ոչինչ բան չեն անում դրա այդ թեմայով։ Հնարավորին ամեն բան անում են, որ այս ժողովուրդը գոյատևում է, չի ապրում, գոյատևում։ Չգիտեմ, ամեն բան անում են, թե չեն անում։ Դրա ժամանակը չունեմ ասալ։ Եկեք չպատասխանեմ էլի այդ հարցին։ Չգիտեմ։ Արդյոք մեր երկրի ղեկավարությունը ամենը անում է, որպեսզի Բաքվի մեր գերիները հետ գան։ Ոչ, ղեկավարություն չկա։ Չունենք մենք ղեկավարություն։ Սաղ սրիկաներ ու դավաճաններ են։ Ոչ, բալես, ոչինչ չան։ Ձերքները ցալած նստած են։ Երևում են ուղի աչքը ուր կույնել է նկատում։ Այդ գիտեք ինչ, ուղղակի ձևեր են անում, ցույց տալ թե իբրև գործ են անում, բայց իրականում ոչինչ չի կատարվում այդ խեղճերի համար։ Թող չձևացնի, սաղ գիտեն, ժողովուրդը բոլորը զգում են, ոչինչ չի։ Նիկոլը իր համար անում ենք ամեն ինչ, ամեն քայլերի դիմում ենք, բայց դա ոչինչ չտվող քայլեր են իրենց կողմից, ուղղակի ցույց տալու համար, իբրև գործարից, ինչքան բանք։ Չգիտեմ, չեմ անում, ճիշտ խաբար չեմ ես։ Իսկ որպես քաղաքացի չունեք մտահոգություններ այդ առումով։ Չգիտեմ, քուրիջան ինչ պետք է չգիտեմ։ Մեր դիպլոմատները պետք է այնքան ուժեղ լինեն, որ միջազգային շարժեն, բարձրացնեն, որ նրանք էլ խոսեն, դրանց թուրքերի վրա կարանք ազդենք։ Թե չեսենց մենակ մենք մեզանով չենք կարող իրանց վրա ազդենք։ Շատ կցանկանայի, որ մեր գերիները հետ գան, բայց ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որովհետև ես մի հատ այդ բան եմ կարդացել, որ մեր ղեկավարությունն էլ որ հույսը դնում են այդ խաղաղության վրա, եսի ինչի վրա, որ իմանան ինչա։ Երբ որ այս երիտ թուրքերը, ջահելները գնում են Սուլթան Համիդի մոտը, ասում են, որ գիտեք ինչ, մենք ձեր ասած արեցինք, կատարեցինք, 14 տարեկան երեխեքից տղեկից մինչև 75 տարեկան տղամարդկանց տարանք, վերացրեցինք, հիմա ոնց է ասում, արդեն թույլ մարդիկ են, չէ, հիմա մնացել, կնանիք, երեխեք, ամեն ինչ, հետո ասეთ գնացեք, թալանեք, սպանեք, բռնաբարեք, ինչ ուզում եք արեք, անելուց հետո ինչ պետք է անեն, 100 տարուց ավել անցել է, ինչ են արել, ոչինչ բան չեն արել, ոչինչ բան չեն արել, հələ հակառակը, այս բանը հանում են, չէ, կոտորածը հանում են, գենոցիդը, ես անձամբ ինքս բալես, թող ասենք մարդկա չգիտի, անձամ ինքս իմ տատիկը, պապիկը ջայլ կոտորվել են։ Իմ մաման մահացել է, ես մամայիս վրա գերեզմանաքար եմ դրել, մամայիս հայրանը չեն գրել, որտեղ մամաս երեխա է, էլի չի մացել, իր հորն ու մոր անունը։ Ես գրել եմ, ասենք Խովսկի Հովսեփյան Ռոզա, հայրանուն չեմ դրել, բայց մենք պիտի չմոռանանք։ Ես այդ բաներով չեմ պատմում։ Սիրիացի եմ։ Ոչ մի բան չեն անում, ոչ մի բան։ Բալիկ ջան, իշխանությունից իմաստուն հարցեր եք։ Ես Ղարաբաղ եմ կարող պատասխանեմ ավելի բաներ խոսալը, իսկ այս չի։ Անիմաստ հարց։ Եղավ բալես։